Այստեղների կողմից առաջարկություն որևէ կանի կոնկրետ է, ընդհանուր քննարկումների։ Ես նորից եմ ասում, որ բոլորը կարող են մասնակցել, այդ թվում նաև ժառանգությունը, բայց այստեղ մենք կուսակցական խնդիր չենք հետապնդում։ Ես նորից եմ կրկնում, որ բոլոր փոքրիկ կուսակցական դրոշները վայր են դրվում եւ լծվում ենք մի նոր գործընթացի, որը նոր Հայաստանի կերտումն է, որը չի ենթադրում որևիցե նեղ կուսակցական շահ, որը չի ենթադրում փոքր խմբի կամ մի քաղաքական միավորման ծրագրի բանեցում, այլ մի ծրագիր է, որը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու ազգային պետության կառուցում է ենթադրում։ Մենք լծվում ենք այդ գործընթացին։ Այստեղ հարց կար, տար նոր ձեր հարցի շարունակությունը կմնա խնդրում։ Տիկին Պոստանջան, ցանկանայի անդրադառնայիք նաև հակառաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հակ համագումարում հայտնած այն մտքին, որով նա ասել էր, թե գնայի Ռաֆի Հովհաննիսյանին միանայի, որ ինչ աներ, գնայի Բովայի հետ աղոթեի, դա իմ մանկության երազանքը չի եղել, ինչպես կմեկնաբաներ նրա հայտարարությունը։ Ճիշտն ասած, ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքը այլևս այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, եւ եթե հիշում եք, նոր տարու նախօրյակին ես 3 նախկին նախագահներին Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ուղարկել էի բացիկներ Լուվրի նկարով, Լուվրում պատկերված մի նկարով Բաբելոնյան աշտարակի այդ քանդմամբ, ես ուղղակի իրենց երեքին էլ որպես այդպիսին եմ դիտարկում այս 20 տարիները բացի իհարկե մեր պայծառ հաղթանակից, մինչանկյալ հաղթանակ էր Արցախյան պատերազմում, բացի դրանից ես կարող եմ ասել այս 20 տարիները եղել են ձախողման տարիներ, մենք ունեցել ենք 1.5 միլիոն քաղաքացիների արտագաղթ, որը մեզ աններելի է, եթե համեմատում ենք 1915 թվականի հետ, մեր պատմական հայրենիքից մեր սերուցքի, այսպես ասենք, կտրելուն, ապա ես կարծում եմ, որ այս 20 տարիները ձախողման տարիներ էին եւ այդ բուրգը հիմնադրվել է այս 3 մարդիկ, այս 3 անձինք բոլորը այս բուրգի հիմնադիրներն են եւ այս բուրգը արդեն քանդվում է եւ ես իրեն ուղղակի հարգում եմ հենց այդ հայտարարության համար, որ ինքը այլևս այն տարիքում չի գտնվում, որպեսզի զբաղվի ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Ճիշտն ասած, մենք խփելով չենք զբաղվում, պետք է հարցը հղեք խփողներին։ Մենք այդ խփելու գործընթացի մեջ ներգրաված չենք եւ մերժում ենք ցանկացած խփելու գործընթաց։ Իսկ դուք քանի դեպք ակնկալում ժառանգությունը կոնկրետ։ Ես ասացի, որ մենք մեծամասնություն ենք կազմելու եւ թելադրելու ենք Երևանի քաղաքացու շահը։ Բայց դուք չեք գտնում, որ նախագահական ընտրությունների դա պիկը եղավ ժառանգության, որտեղ նման տեսակետ արդեն շրջում է։ Կներեք, նախ ես պետք է ասեմ, որ Ռաֆի Հովհաննիսյանը ինքն առաջադրվել է։ Ժառանգությունը չի առաջադրել պարոն Հովհաննիսյանին։ Ինքը ինքնաառաջադրված թեկնածու է եղել։ Այս պահին Բարև Երևան դաշինքը գնում է պայքարի եւ պայքարը ունենալու է հաղթանակ։ Միանշանակ ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք հաղթանակ Երևանում։ Հաշվի առնենք, որ ինչպիսին է այսօրվա ներկայիս հանրապետական կուսակցության եւ ընդհանրապես բոլոր կուսակցությունները, ովքեր ներգրաված են այս process-ի մեջ, նրանց քաղաքական վարքագծին, իհարկե ակնկալել, որ օրինակ խտացրած կաթ բաժանողից կամ չգիտեմ ինչ են այլ նոր ուրիշ բաներ բաժանում, նրանցից ակնկալել արդարացի մոտեցում, այդպես չէ, մենք միամիտ չենք, բայց պետք է ասեմ, որ այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է մերժում իրեն այդպիսի իրավիճակում դնելը։ Ամենակարևոր նվաճումը այս ամբողջ process-ի հենց դա է, երբ քաղաքացին ինքը գիտակցում է, որ խտացրած կաթը իր ձայնի քվեի առջև ուղղակի ստորացուցիչ փաստ է։ Մեկ այլ տարբերակ գումարների բաժանումը կամ այլ փորձերը քաղաքացիներին կաշառելու, դրանք իրենց քվեի արդեն քաղաքացին դա գիտակցում է, եւ սա ամենակարևորն է։